Գիտեք, որ Հիսուսը գալիս է։ Գիտեք, որ մի բան, որ շատ են ասում, մարդիկ սկսում են հավատալ։ Ես չեմ ուզում, որ իմ շատ ասելու պատճառով դուք հավատաք։ Ես ուզում եմ, որ դուք հավատաք Աստվածաշնչում գրված խոսքին։ Աստված էլ չի ուզում, որ դուք հավատաք մի բանի, որ ներշնչում եք ձեզ ուղակի։ Ու մեր հավատքը ներշնչանք չի։ Ներշնչանքը գիտեք որն է, ուզում եք բացատրեմ մի փոքր։ Ներշնչանքը սա է, որ մարդը մի հատ գաղափար է վերցնում, ու այնքան է կրկնում, ասում է, չէ, տենց պիտի լինի։ Օրինակ մի տեղը ցավում է, ոտքը ցավում է, մեկ էլ սկսում ասել չի ցավում, մինչև չցավա, բայց դες բան չի լինում։ Սա ներշնչանք է, սա կախարդություն է, աստվածային ոչինչ չի։ Մենք բացում ենք Աստվածաշունչը, կարդում ենք ինչ է գրված ու հավատում ենք դրան պարզ ձևով։ Ամենապարզ ձևով Հիսուս ասաց երեխաների պես պարզ չլինեք կամ երեխաների պես չլինեք, երկնքի թագավորություն չեք մտնելու։ Այսինքն այդքան պարզ հավատք է պետք մարդկանց երկնքի թագավորություն մտնելու համար։ Ամենափոքր հավատքը անգամ բավարարում է Հիսուսին, որ քեզ ընդունի իր մեջ, թող իր անունը փառավորվի։ Շնորհակալ ենք այդ շնորհքի համար։ Բայց դրանով ամեն ինչ չի վերջանում։ Ինքը մեզ պատվերներ է տվել խոսքեր, թե ինչպես պիտի ապրենք երկրի վրա, թե ապագայի համար ինչպիսի հույսեր պիտի ունենանք։ Գիտեք, որ բոլոր մարդիկ էլ ապագայի համար ինչ-որ հույսեր ունեն, ու իրենք սպասումներ ունեն ապագայի համար։ Մեկը սպասում է, որ ինչ կլինի իր կյանքում։ Անեք ինչպես սպասումներ եք հանդիպել։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ քրիստոնյաները պիտի ունենան սպասում Հիսուսի գալուստի։ Ալելույա։ Գիտեք, դա անվանված է երջանիկ հույս, դա անվանված է ուրախություն, երջանկություն, տարբեր ձևով Աստվածաշնչում գրված է դրա մասին։ Մանավանդ երջանիկ հույս։ Գիտեք ինչ է նշանակում։ Սա բոլոր ժամանակներում քրիստոնեական աշխարհում եղել այն հույսը, որի վրա քրիստոնյաները հենել են իրենց սիրտը։ Օրինակ, եթե մեկը գտնվում է բանտում, ինքը հույս ունի, որ մի օր իրեն պիտի ազատեն։ Գիտեք, քրիստոնյաները այդպեսին չեն։ Նրանք բանտում են, սպասում են, որ Հիսուսը պիտի գա։ Նրանք ազատության մեջ են, սպասում են, որ Հիսուսը պիտի գա։ Այս է քրիստոնեությունը։ Ու միշտ այդ մարդը ուրախ է լինում։ Գիտեք ինչի, որովհետև այս աշխարհի հոգսերով տարված չի լինում։ Այսա Հիսուսը գալիս է։ Կգա ու շարունակությունը շատ լավ կլինի։ Այս շարունակության մասն էլ պիտի խոսենք, որովհետև երբ որ Հիսուսը գա, ինչ պիտի լինի։ Աստվածաշնչում 3 հատված եմ ընտրել, ու այդ 3 հատվածները այսօր փորձենք ուսումնասիրել իրար հետ։ Իհարկե 3 հատված բավականին շատ է, սա, բայց կաշխատենք շատ կարճ ուսումնասիրել ու տեսնել, թե ինչ է խոսվում Հիսուսի գալուստի հենց այդ պահի համար։ Հիսուսի գալուստ արտահայտությունը բաժանվում է 2 մասի, գիտեք։ Մի մասը վերաբերվում է քրիստոնյաներին։ Դա անվանում են հափշտակություն։ Մյուս մասը վերաբերվում է ամբողջ աշխարհին։ Դա անվանում են Հիսուսի գալուստ կամ հայտնություն։ Բայց որովհետև հափշտակությունը մեզ համար նորից գալուստ է, դրա համար շատ հաճախ Աստվածաշնչում դուք կկարդաք գալուստ բառը հափշտակության համար։ Նկարագրեմ մոտավորապես ինչպիսին է լինելու, հետո կուսումնասիրենք խոսքերը, որպեսզի կարդալիս խոսքը ավելի հասկանալի լինի։ Առաջին անգամ, երբ որ Հիսուսը պիտի հափշտակի եկեղեցին, գրված է ինքը պիտի գա օդի մեջ ինչ-որ ամպերի բարձրության, պիտի հափշտակի եկեղեցին, վերցնի եկեղեցին ու հեռանա։ Անցնի ինչ-որ մի ժամանակաշրջան, հետո գա արդեն, այնուն որ տարել էր նրանց հետ միասին։ Ու արդեն ամբողջ աշխարհը պիտի տեսնի, գրված է ամեն աչք պիտի տեսնի ու մեկը պիտի չլինի որ չտեսնի։ Պատկերացնում եք, առաջինի ժամանակ ոչ մեկը չի իմանում, բայց երկրորդի ժամանակ արդեն բոլորը իրենց աչքով տեսնում են Հիսուսի գալուստը։ Իհարկե շատ քրիստոնյաներ նույնիսկ չեն հավատում հափշտակությանը։ Ես գիտեմ այդպիսի մարդիկ իրենց քրիստոնյա են անվանում, բայց ես խոսում ես հափշտակության մասին, ասում են դե լավ, այդ ինչ էր։ Մենք հավատում ենք, մենք քրիստոնյա ենք, հայ ենք եւ այլն, հա՞։ Բայց քրիստոնյան նա է, որ հավատում է Քրիստոսի բոլոր խոսքերին։ Առաջին անգամ քրիստոնյաներ կոչվեցին Հիսուսի աշակերտները։ Նրանք ոչ միայն հավատում էին Հիսուսի խոսքերին, աշակերտություն էին անում այդ խոսքերով, սովորում էին այդ խոսքերից։ Ու մենք էլ եթե իսկապես Հիսուսի քրիստոնյաներն ենք, պիտի լինենք Հիսուսի աշակերտները։ Ուրեմն 3 հատվածներ, որոնք խոսում են հափշտակության մասին։ Այսօր կոնկրետ կանգենք առնելու հափշտակության վրա, որովհետև դա է մեր երջանիկ հույսը, երկրորդ գալուստը չի, որ գալիս ամբողջ աշխարհի համար։ Գիտեք, մարդիկ նույնիսկ այնքան շատ են հավատացել Հիսուսի գալուստին ու հափշտակությանը, որ ես դեպք եմ լսել, մի անգամ պատմեցին, որ մի ինքնաթիռի մեջ, որտեղ օդաչուները եղել են քրիստոնյաներ, կողքին մուսուլման օդաչուներ են դրել, ասել են հանկարծ, որ Հիսուսը այս քրիստոնյաներին հափշտակի, ինքնաթիռը վարող լինի։ Մարդիկ հավատում են, ծիծաղում են, չէ, բայց մարդիկ իսկապես հավատում են, որ այդ հափշտակությունը պիտի լինի։ Ու հանկարծ մարդիկ, ովքեր կարդում են Աստվածաշունչ, ու համարում են ամենահին քրիստոնյա ազգը, հանկարծ չհավատան Հիսուսի գալուստին ու հափշտակությանը։ Դրա համար եկեք իսկապես մեր սրտերը տրամադրենք, որ ինչ որ գրված է Աստվածաշնչում, հավատում ենք դրան։ Ամեն։ Առաջին հատվածը, որ կարդամ, գրված է Թեսաղոնիկեցիների 4 գլխում։ Բացառեք ինձ այդ Պողոս առաքյալի թուղթը, Թեսաղոնիկեցիներին ուղղված իր առաջին նամակը, 4 գլխի 12-րդ խոսքից պիտի կարդամ մինչև վերջին խոսքը։ Հափշտակության մասին գաղափարը կամ Հիսուսի գալուստի մասին գաղափարը
Այնքան կարևոր է քրիստոնյաների համար, որ նրանց սիրտը կտրում է այս աշխարհից։ Մարդիկ Աստծուն չեն օգտագործում որպես թե իրենց շահի համար կամ իրենց կարիքները լրացնող մի անձնավորություն։ Սա շատ վիրավորական է Աստծո համար։ Նա անձնավորություն է, նա մեծ անձնավորություն է ու հասկանում է շատ բաներ։ Լավ, ես կարդում եմ 4:12 խոսքից։ Չեմ ուզում, եղբայրներ, որ տգետ լինեք ննջեցյալների վրայով, որպեսզի չտրտմեք ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ ու հարություն առավ, նույնպես էլ Աստված ննջեցյալներին Հիսուսով պիտի բերի նրա հետ։ Որովհետև այս ասում եմ ձեզ Աստծո խոսքով, Տիրոջ խոսքով, թե մենք, որ մինչև Տիրոջ գալուստը ողջ ենք մնում, բնավ ննջեցյալներից առաջ պիտի չանցնենք, որովհետև Տերը ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողով երկնքից պիտի իջնի ու Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն։ Հետո մենք էլ, որ ողջ մնացած ենք, նրանցով մեկտեղ պիտի հափշտակվենք ամպերով, Տիրոջ առջև ելնելու օդի մեջ եւ այնպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք։ Ուստի իրար մխիթարեք այս խոսքերով։ Շատ արտակարգ ուղղակի հատված է, որովհետև լավ նկարագրված է ինչպիսին պիտի լինի հափշտակությունը։ Հետարքիրա վերջին խոսքը, ասում է իրար մխիթարեք այս խոսքերով։ Իրար մխիթարեք նրանով, որ շուտով Տերը քեզ կբժշկի, որ Տերը քեզ փող կտա, որ Տերը չգիտեմ ինչ կանի քո կյանքում։ Իրար մխիթարեք, որ այս խոսքերով որ հափշտակություն պիտի լինի, որ Հիսուսը պիտի գա իր եկեղեցին, իր ժողովրդին տանելու համար։ Ուզում մի քիչ ավելի մանրամասն։ Եկեք փորձենք հասկանալ, ինչա տեղի ունենում այս պահին։ Ուրեմն գրված է, եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ ու հարություն առավ, նույնպես էլ Աստված ննջեցյալներին Հիսուսով պիտի բերի նրա հետ։ Պատկերացրեցիք, երբ որ ինքը գա, ննջեցյալներին հետը պիտի բերի, նրանք ովքեր մեռած են, մեռած մարդիկ, այս հարցը շատ են տալիս։ 40 օր հոգին մնում է երկրի վրա, թե չէ, նման բաներ գոյություն չունի։ Հենց մարդը մահացավ, անմիջապես հոգին տեղափոխվում է իր համար նախասահմանված տեղը։ Ու եթե մարդը մահացել է որպես քրիստոնյա, ինքը անմիջապես տեղափոխվում է երկինք Հիսուսի մոտ։ Ու երբ որ քրիստոնյաները, որոնք հավաքված են այսօր երկնքում, նրանք մարմին չունեն։ Նրանք միայն հոգիներ են։ Կարդացեք Հայտնության 5-րդ գլխում, 6-րդ գլխում եւ այլ տեղերում, օրինակ Ղուկասի ավետարանում, որ Հիսուսը պատմեց առակ չէ, ավելի շատերը հավատում են, որ դա իրական դեպք է։ Աղքատ Ղազարոսի եւ հարուստի զրույցը երբ որ պատմեց, բոլորը ասում են, որ սրանք իրականություն են, ու այդ աստվածաշնչյան խոսքերը իրականություն են։ Նրանք ոչ մեկը չի մնում երկրի վրա, տեղափոխվում են անմիջապես իրենց տեղը։ Բայց նրանք, ովքեր մահացել են Քրիստոսով ու հիմա գտնվում են Հիսուսի մոտ երկնքում, այսինքն հավատքի մեջ են եղել ու մահացել են։ Գրված է, երբ որ Հիսուսը գա, իր հետ նրանց պիտի բերի։ Պիտի բերի որպես հոգիներ, բայց այն պահին, երբ որ մենք պիտի երկրից միանանք իրեն, այդ պահին նրանք էլ մարմին կստանան, մենք էլ մարմնի մասին մի քիչ ավելի ուշ կխոսեմ։ Տեսեք, Պողոսը կարծես ուզում է հաստատի իր ասվածը Աստծո խոսքով, ասում է, որովհետև այս ասում ենք ձեզ Տիրոջ խոսքով, թե մենք, որ մինչև Տիրոջ գալուստը ողջ ենք մնում, բնավ ննջեցյալներից առաջ պիտի չանցնենք։ Այսինքն մարդիկ, որ ողջ են, ոչ մի առավելություն չունեն նրանցից, որ մահացել են, ու նրանք էլ, որ մահացել են, ոչ մի առավելություն չունեն նրանցից, որ հիմա կենդանի են։ Ժամանակին այդ մի ակնթարթի մեջ բոլորը պիտի դառնան հավասար նույն տեսակ։ Իհարկե այդ ակնթարթի մասին գրված է մի ուրիշ տեղում։ Տեսեք 15-րդ խոսքում, ասեմ, որ ռուսերենում մի խոսքի տարբերություն կա այստեղ։ 15-րդ խոսքում ինչա գրված, որովհետև Տերը ինքը ազդարարության հրամանով, այստեղ ուրեմն մի բառ է գրված հունարենում, որը նշանակել է, օգտագործել են ավելի շատ բանակում հրամայելու համար։ Այդպիսի մի հրամանով, Տերը ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով, Աստծո փողով երկնքից պիտի իջնի։ 3 կարևոր ձայների մասին է խոսվում այստեղ։ Իհարկե բացատրություն չի տալիս, թե այս ձայները ինչպես պիտի լսվեն ու ինչպես պիտի լինի։ Ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով, Աստծո փողով երկնքից պիտի իջնի, Տերը պիտի իջնի, եւ Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն։ Քրիստոսով մեռածները չէ որ ասում է իր հետ պիտի բերի նրանց։ Հարություն պիտի առնենը արդեն ստացվում է մարմիններին է վերաբերվում, ոչ թե հոգիներին։ Այն հոգիները, որոնք գտնվում են երկնքում ու մարմին չունեն հիմա Հիսուսի հետ, երբ որ Հիսուսը գա, իր հետ բերի այդ հոգիներին, նրանք մարմին կստանան, այսա կդառնա հարություն։ Շատերը հաճախ այստեղից սխալ եզրակացություն են անում, որ բոլոր նրանք, ովքեր գերեզմանների մեջ են, հանկարծ գերեզմանները կպատռվեն, հողը դուրս կգա, հետո այդ ոսկորները կկենթանան, այսպեսի բան չի լինելու։ Իսկ այն քրիստոնյաները, որոնց կրակի վրա վառել են ու նրանցից ոչինչ չի մնացել, իսկ այն քրիստոնյաները, որոնց գազաններն են կերել, իսկապես նրանց ոչինչ չի մնացել, պատկերացնում եք ինչեր են ապրել քրիստոնեական կյանքը, մենք պատմական նման տեղեկություններ ունենք, չէ՞։ Բայց ինչ հետ կբերի հոգիներին, այն հոգիներին, որոնք արդեն մեռած են ու հավատարիմ են եղել մինչև մահ Հիսուսին, երկրից կվերցվեն այս մարդիկ, դրամացին մի քիչ հետո կասեմ։ Բայց այն հոգիներին, որ կբերի իր հետ, նրանք մարմին կստանան, այսա անվանեց հարություն։ Ասաց, որ Քրիստոսով մեռածները առաջ հարություն պիտի առնեն։ 16-րդ խոսքը։ Հետո մենք էլ, որ ողջ մնացած ենք,
Նրանցով մեկտեղ պիտի հափշտակվենք ամպերով Տիրոջ առջև ելնելու օդի մեջ։ Ամեն մի բառը կարևոր է այստեղ, որովհետև ճշգրիտ նկարագրում է թե ինչպիսին պիտի լինի հափշտակությունը։ Ուրեմն տեսեք մի անգամ էլ կարդամ, հետո բացատրեմ։ Հետո մենք էլ, որ ողջ մնացած ենք, Պողոս առաքյալը հույս ուներ, որ ինքը կենդանի վիճակում կհանդիպի Հիսուսի հետ։ Եթե Պողոսը հույս ուներ, ուրեմն մեր համար այդ հույսը շատ ավելի մոտիկ է։ Պողոսից անցել է մոտ 2000 տարի։ Մեր համար հափշտակությունը շատ ավելի մոտիկ է։ Ուրեմն ողջ մնացած ենք, նրանցով մեկտեղ պիտի հափշտակվենք ամպերով Տիրոջ առջև ելնելու։ Դուք մագնիսը եթե չխաղացել եք, մագնիսը գիտեք, որ սա մետաղներին ձգում է իրեն։ Փորձել եք լցնել մանր մեխեր, երեխա ժամանակ մենք խաղում ենք, ես շատ էի սիրում տենց բաներ։ Լցնում ենք մեխեր սեղանի վրա, հետո մագնիսը մոտեցնում ենք։ Սկզբում այս մեխերը սկսում են շարժվել, իրենք դեռ չեն թռնում, սկսում են շարժվել։ Մի քիչ էլ մոտեցնում եք, մեկ էլ անմիջապես վերև թռնում ու կպնում են մագնիսին։ Գիտեք հափշտակությունը այդպեսին է լինելու։ Հափշտակության ժամանակ, երբ որ Հիսուսը իջնի ու ինչքան գալիս է աշխարհի վերջը այդ բա, ճիշտ քրիստոնյաների ներսը սկսում է շարժվել։ Այդ սպասումը սկսում է ուժեղանալ, դեպի երկինք նայելը սկսում է ուժեղանալ։ Բայց կգա այն պահը, որ այդ մոտիկությունը այն աստիճանի կլինի, որ էլ մենք մի ակնթարթի մեջ էլ այստեղ չենք լինի։ Բոլորս միանգամից կբարձրանանք ու հետաքրքիր խոսք ասում, կհափշտակվենք ամպերով Տիրոջը, այսինքն մակարդակը բարձրության լինելու է ամպերի մակարդակի։ Ավելի շատ, ավելի բարձր չի լինելու։ Հիսուսը կիջնի այդքանը կբավարարի, որ իր մագնիսական ուժը ձգի մեզ դեպի իրեն։ Ուրեմն կհափշտակվենք ամպերով Տիրոջ առջև ելնելու եւ այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք։ Շարունակությունը ասում է, ուստի իրար մխիթարեք այս խոսքերով։ Ովքեր են ուրախ, որ հավիտյան Տիրոջ հետ կլինեն։ Եթե իսկապես ուրախ ես, որ հավիտյան Տիրոջ հետ կլինես, դու այդ սպասումը անպայման կունենաս ու քո հայացքը անընդհատ ուղղված կլինի երկինք։ Կասես երբ ես գալիս։ Ես քեզ հետ լինել եմ ուզում։ Գիտեք, իրար հետ լինել ձգտում են այն անձնավորությունները, ովքեր իրար սիրում են։ Ճիշտ եմ ասում։ Դուք երբևէ որևէ մեկին սիրել եք, ուզում եք նրա հետ լինեք։ Ճիշտ է։ Եթե մարդը ասում է, որ ինքը սիրում է Հիսուսին, ինքը ուզում է նրա հետ լինի։ Ու երկրի վրա իր Հիսուսի հետ լինելը երևում է նրանով, որ ինքը ձգտում է լինի Աստծո խոսքի հետ, Հիսուսի խոսքերի հետ։ Ձգտում է լինի աղոթքի մեջ, որտեղ ապրում է Աստծո ներկայությունը, Հիսուսի ներկայությունը, նրա հոգու ազդեցությունը։ Այս դեպքում դու իսկապես սիրող ես ու դու ուզում ես նաև Հիսուսը գա, որովհետև նրա հետ կլինես։ Դուք սրան հավատում եք իսկապես, ինչ որ կարդացի սրան, որ այս տեխնիկական պահը հենց այսպես էլ պիտի կատարվի։ Տեխնիկական պահ թեև, ու այստեղ ոչինչ խորհուրդ չի տալիս մեզ, բացի վերջի խոսքից, որ ասում է իրար սրանով մխիթարեք։ Ես մտնում եմ Պողոս առաքյալի սրտի մեջ ու հասկանում եմ իրեն։ Իրեն թվում է, թե բոլոր քրիստոնյաները իր նման ձգտում են Հիսուսի հետ հանդիպել, դրա համար էլ ասում է, ուստի իրար մխիթարեք այս խոսքերով։ Բայց նաև լավ գիտեն, որ շատ քրիստոնյաներ ուզում են իրենց մտքից հեռացրած լինեն Հիսուսի գալուստի գաղափարը։ Ասում են մենք դեռ ծրագրեր ունենք երկրի վրա, մենք դեռ շատ անելիք ունենք։ Ճիշտ եմ ասում։ Չէ՞ որ շատ են քրիստոնյաները, ու ցավոք իսկապես շատ են քրիստոնյաները։ Մեկը մտածում է դեռ պիտի ամուսնանան, այն մեկը մտածում է դեռ երեխաներ պիտի ունենան, այն մեկը մտածում է բա երեխաները չմեծանան, իրենք էլ ամուսնանան, հետո թորներ ու այսպես մարդկության ծրագիրը ուզում են անընդհատ շարունակվի ու երբեք կանգ չառնի։ Բայց Հիսուսը այդպես չի որոշել, ինքը որոշել է, որ մի օր պիտի գա ամպերով, ու մեզ էլ պիտի բարձրացնի վերև, ու մենք հավիտյան իր հետ կլինենք։ Այս է երջանիկ հույսը, որ դու հավիտյան իր հետ կլինես։ Ու նրա համար, որ դու ուզում ես իր հետ լինել հավիտյան, ինչ որ բաներ կանես երկրի վրա։ Քո սպասումները, քո սիրտը կուղղես։ Լավ, սա առաջին հատվածն էր, որը նկարագրում էր հափշտակության մի հատվածը ինչպիսին պիտի լինի, կամ մի կողմից էր նկարագրում հափշտակությունը։ Կամ մի երկրորդ հատված, որը կլրացնի հափշտակության նկարագիրը։ Գրված է ուրեմն առաջի Կորինթացիների թղթում։ Կորինթոսին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալը լրացնում է կարծես թե, գրում է հափշտակության մնացած մանրամասները։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլխում 51-րդ խոսքից պիտի կարդամ։ Բացենք այդ հատվածը։ Սրանից առաջ Պողոս առաքյալը իր գրվածքով ուզում է ապացուցի, որ Հիսուսը հարություն է առել, որ բոլոր մահացած քրիստոնյաները հարություն պիտի առնեն։ Մենք հավատում ենք դրան։ Բոլոր մահացած քրիստոնյաները, Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն ու հավիտյան ապրեն Հիսուսի հետ։ Նաև Պողոս առաքյալը հասկանում է, որ երբ որ ինքը այսպիսի գաղափար է գրում, մարդկանց մոտ հարց է առաջանում։ Ասում են իսկ այդ մարմինը ինչպիսին պիտի լինի։ Ու մի ամբողջ բավականին մեծ հատված գրված է թե նոր հարություն առած մարմինը ինչպիսին պիտի լինի։ Այդ մարմինն անվանում է չփչացող, այդ մարմինն անվանում է փառավոր, անվանում է հոգևոր։ Այդ մարմինը երբեք չի հիվանդանալու, ել չի ծերանալու։ Այդ մի յուրահատուկ մարմին է լինելու։ Այդպիսի մարմին հիմա ունի միայն մի անձնավորություն՝ Հիսուսը։ Ուրիշ ոչ մեկ այդպիսի մարմին չունի։ Գրված է մենք էլ կունենան քրիստոսինները իր գալու ժամանակ։ Հետաքրքիր է։
Եկեք հափշտակության մասին կարդանք, որովհետև այսօր հափշտակությունն ենք ուսումնասիրում։ 51-րդ խոսքից կարդում եմ. Ահա ձեզ մի խորհուրդ եմ ասում, կարծես մի գաղտնիք եմ բացում, այսպեսի բան ուզենա ասել։ Բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս էլ պիտի փոխվենք։ Մի մասը քրիստոնյաների մահացել են, ասում եմ, բայց բոլորս չէ, որ պիտի մահանանք, բայց բոլորիս մարմիններն էլ պիտի փոխվի, այստեղ փոխվել բառը վերաբերում է մարմնին։ Հանկարծակի աչք գոցել բանալու մեջ, ակնթարթի մեջ, վերջին փողի հնչելու ժամանակ, որովհետև փողը պիտի հնչի ու մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, այսինքն առանց փչացող մարմնի։ Գիտեք չէ՞ որ մարդը մահանում է, ու այդ մարմինը դնում են հովի մեջ, այդ մարմինը փչանում է ուղղակի, դառնում է հով։ Ավելին, մարդը դեռ չմահացած, մարմինը գնում է դեպի փչանալու process-ի։ Այո, մեր մեծանալու, տարիքը առնելու process-ը հենց այս մարմնի փչանալու process-ն է։ Ու որքան մենք երկար ենք ապրում այս երկրի վրա, այնքան ավելի այս մարմնի ձեռը կրակն ենք ընկնում։ Չէ՞, թեև եթե քրիստոնյաները իսկապես հավատում են, նրանք ձգտում են հեռանալ այս մարմնից։ Ասում են լավ հերիք այլ այս մարմնի մեջ, բայց նրանք որ չեն հավատում, նրանք հակառակը ձգտում են կարճել մարմնից, կարծում են միշտ իրենց երիտասարդական ժամանակվա ուժն ու էներգիան պիտի ունենան։ Մի անգամ էլ կարդամ 52-րդ խոսքը. Հանկարծակի աչք գոցել բանալու մեջ, վերջին փողի հնչելու ժամանակ, որովհետև փողը պիտի հնչվի, ու մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության։ Հիշում եք, այս փողի համար գրված էր նաև Թեսաղոնիկեցիների թղթում։ Եվ մենք էլ պիտի փոխվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն հագնի, ու այս մահկանացուն անմահություն հագնի։ Ուրեմն ինչ է ստացվում, որ այն ժամանակ, երբ որ Հիսուսը գա ու հափշտակի եկեղեցին, ինքը իր հետ բերելու է այն հոգիներին, որոնք մահացած են եղել մինչև հափշտակության պահան, որ իր հետ բերի, նրանք ստանալու են մարմին, որը տարբերվում է սրանից։ Ու մենք էլ, որ երկրի վրա ենք ու կենթանի պիտի դիմավորենք Հիսուսին, մեր մարմինները ակնթարթի մեջ պիտի փոխվեն, դառնան այնպիսին, ինչպիսին այդ չփչացող մարմիններն են։ Դուք հավատում եք սրան։ Այստեղ ամենակարևոր բանը հավատքն է։ Տեսեք 52-53 խոսքերը մի անգամ եմ կարդում։ Գիտեմ, որ հավատքը առաջանում է Աստծո խոսքը լսելուց, դրա համար եմ շատ կարդում։ Մի ձանձրացեք ինձ հետ հետևեք խոսքին։ Հանկարծակի աչք գոցել բանալու մեջ, վերջին փողի հնչելու ժամանակ, որովհետև փողը պիտի հնչվի, ու մեռելները հարություն պիտի առնեն, առանց ապականության, այսինքն նոր տեսակ մարմնով։ Եվ մենք էլ պիտի փոխվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն հագնի, ու այս մահկանացուն անմահություն հագնի։ Ասում եմ, որ սա անպայման պիտի տեղի ունենա այն ժամանակ, երբ որ Հիսուսը գա, երբ որ Հիսուսի հափշտակությունը, այդ ակնթարթը, մի ակնթարթ է, գիտեք, դա վարքյանի, չգիտեմ, որերորդ մասի մեջ տեղի կունենա։ Պողոսը լավ գիտական մարդ էր, ինքը փիլիսոփա էր, շատ լավ կրթված։ Եթե հայտնի լիներ մի որևէ ամենակարճ ժամանակի միավոր, Պողոսը հաստատ դա կգրեր։ Ու իր համար, որ գրել է ակնթարթ, մի աչքը թարթելու մեջ, դա հավանաբար իր համար եղել է ամենակարճ, այն ժամանակվա համար եղել է ամենակարճ ժամանակի միավորը։ Ասում եմ, որ այդքան կարճ ժամանակի ընթացքում անմիջապես մեր մարմինները կփոխվեն։ Հիսուսը իր հետ կբերի հոգիների, որոնք կստանան նոր մարմիններ, մեր մարմիններն էլ կփոխվեն, ու այդպես կմիանանք իրար հետ, ու բոլորս իրար հետ, մեռած քրիստոնյաները, կենդանի քրիստոնյաները իրար հետ մշտական կլինեն Հիսուսի հետ։ Եվ շարունակում եմ կարդալ 54-րդ խոսքից. Բայց երբ այս ապականացու մարմինը անապականություն հագնի, այս մահկանացուն անմահություն հագնի, այն ժամանակ պիտի կատարվի այն խոսքը, որ գրվեց, թե մահը հաղթության մեջ ընկղմվեց, կարծես մահը պարտվեց, այս միտքն է ուզում ասի։ Հայերեն մանավանդ արևմտահայերեն գրվածքը երևի մի քիչ դժվար է հասկացվում, բայց միտքը սա է, որ այս մահը արդեն պարտվեց։ Գիտեք ինչու՞, որովհետև եթե մենք ստանում ենք մի մարմին, որը էլ մեռնելու ընդունակ չի, շարունակությունը ասում է, այդ դեպքում պիտի կատարվի այս գրվածը. Ուր է ով մահ, քո խայթոցը, ուր է ով գերեզման քո հաղթությունը։ Այսինքն էլ չկա մահը, վերջացավ մահը։ Էլ մահվան դժբախտություն, հասկացողությունը գոյություն չի ունենալու։ Այդ ժամանակ արդեն հավիտենական կյանք լինելու նույն մարմնով, մի մարմնով, այն մարմինները, որ մենք կստանանք։ Հաստատ այդ մարմինները իրարից տարբեր կլինեն տեսքով, բայց որակով նույնը կլինեն։ Ինչպես հիմա մենք ունենք մարմիններ, որ որակով նույնն են, իրենք բոլորն փչացող են, բայց մենք տարբեր ենք տեսքով, դրա համար իրար տարբերում ու ճանաչում ենք։ Հավատում եմ, որ Աստված բոլորին նույն տեսքի, նույն դեմք չի տա։ Բոլորս կունենանք տարբեր դեմքեր, բայց հաստատ էլ չի լինի հիվանդություններ, էլ չեն լինի դժբախտություններ, նաև չի լինի նոր ծնունդներ, չի լինի մահեր, այսինքն քանակը էլ չի բազմանա։ Մենք կմնանք նույն քանակի, արդեն կմնանք հավիտյան Աստծո հետ ապրելու, մի ուրիշ տեսակ կյանք կլինի, շատ չնկարագրեմ դա, գուցե մի ուրիշ առիթով ավելի մանրամասն նկարագրեմ, թե հետոն ինչպիսին պիտի լինի հափշտակությունից հետո։ Բայց ամենակարևոր բանը, որ մենք մարմինը ստացանք, դրանից հետո մահապարտված կլինի։
Ու դրա համար հատկապես մահվան մասին այստեղ շատ է խոսվում։ Դե հիմա եկեք մտածենք քրիստոնյա վայել ձևով, հավատքի մարդկանց նման։ Եթե իսկապես այս բաները այսպես պիտի տեղի ունենան, ոնց որ նկարագրված Աստվածաշնչում, ոնց որ առաքյալները գրել են, ու իրենք էլ սովորել էին Հիսուսից, չէ՞։ Շարունակեն կարդալ 56-րդ խոսքից կարդում եմ. Մահվան խայթոցը մեղքն է ու մեղքին ուժը օրենքը։ Գիտեք, մարդիկ, որ ապրում են երկրի վրա, շատ հաճախ են մահվան խայթոց ունենում իրենց կյանքում։ Խայթոց բառը այստեղ համեմատություն է բերում օձի խայթոցի հետ։ Գիտեք չէ, օձը գալիս է խայթում մարդու մարմնի մեջ սկսում է տարածվել այն թույնը, որ ինքը ներարկում է խայթելու ժամանակ, ու ինչ որ մի ժամանակից մարդը մահանում է։ Ինչու՞, որովհետև իրեն խայթեց օձը։ Ասում եմ մահվան խայթոցը մեղքն է։ Այսինքն այն թույնը, որը մահը ներարկում է մարդու մեջ, որ մարդը մեռնի, մեղքն է։ Այն թույնը, որ մահվան կողմից ներարկվում է մարդու մեջ, մեղքն է։ Պատկերացնում եք, դա մեր քրիստոնյաները իմանալով այս բոլորը, իմանալով, որ ապագայում մենք պիտի ունենանք մի մարմին, որը ել չի փչանում, ել չի մահանում։ Մենք պիտի լուրջ ապրենք ու լուրջ վախենանք հոգևոր մահ ստանալուց, որովհետև հափշտակությանը, մարմնի փոփոխությանը կարողանան բոլոր նրանք, ովքեր հոգևոր կյանքի մեջ կլինեն, ոչ թե հոգևոր մահվան մեջ։ Գիտեք, որ երկու տեսակ մահ կա։ Ֆիզիկական մահ, Աստվածաշունչը մահ հասկացողությունը բացատրում է հավիտենական բաժանում արտահայտությունով։ Այսինքն եթե ասում ենք, որ ինչ մարդը մահացավ, այսինքն հավիտյան բաժանվեց այս երկրից։ Նա նույնիսկ չի վերադառնալու այս երկիր։ Դրա համար միշտ տեսակ մահերին անուններ են տալիս։ Օրինակ կլինիկական մահ, որովհետև նա պիտի վերադառնա։ Բայց մահ կոչվածը դա վերջնական մահ է։ Հիմա կա նաև հոգևոր մահ, որ Աստվածաշունչը շատ լավ նկարագրում է դրա մասին։ Հոգևոր մահը դա վերջնական բաժանումն է Աստծուց։ Այն մարդիկ, ովքեր գնում են դժոխք, այն մարդիկ, ովքեր դատապարտվում են։ Եվ ավելի ահավոր բան է հոգևոր մահը, քան թե ֆիզիկական մահը։ Մեզ քրիստոնյաներից համար բոլորովին դժվարություն պիտի չլինի ֆիզիկական մահը։ Համաձայնեք ինձ հետ։ Մենք նույնիսկ ինչ որտեղ երանելի պիտի լինի ֆիզիկական մահը, որովհետև գիտենք դրանից հետո մեզ ինչ է սպասվում։ Ինչպիսի կյանք կա այնտեղ։ Մենք մանրամասները գիտենք դրա։ Կարդացեք Աստվածաշունչը, դուք ամեն ինչ կիմանաք Աստվածաշնչից։ Հետաքրքիր է, բայց քրիստոնյաները բոլորը չեն որ ձգտում են։ Գիտեք ինչու, որովհետև չեն ճանաչում այդ կյանքը։ Ու որովհետև իրենք կարճած են լինում այս երկրի վրա եղած կյանքից, սա էլ առաջացնում է մեղք, այստեղ առաջանում է դժվարությունը, որովհետև այս աշխարհի կյանքից կարճած լինելը, որը շաղախված է լինում մեղքով, սկսում է խայթոցներ ունենալ մարդը։ Ու հանկարծ Աստված չանի մեկը հոգևոր մահ ունենա, նա սրան չի արժանանալու, որովհետև Քրիստոսով ննջածները պիտի հարություն առնեն, Քրիստոսով մեռածները պիտի հարություն առնեն։ Նրանք, ովքեր հոգևորապես կենդանի են, ու հոգևորապես հաղորդակցվում են Աստծո հետ, այն նրանք պիտի հափշտակվեն, մասնակցեն հափշտակությանը։ Տեսեք ինչ է գրված 56-րդ խոսքը. մահվան խայթոցը մեղքն է, ու մեղքի ուժը օրենքը։ Բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Այս ինչ հաղթության մասին է խոսքը։ Սա արդեն մի ուրիշ հաղթություն է, սա այն հաղթությունը չի, որ երբ որ Հիսուսը գա մահը պարտված կլինի։ Սա այստեղ երկրի վրա ապրած ժամանակ Հիսուս Քրիստոսով մենք իշխանություն ունենք մեղքի վրա։ Մենք կարողություն ու հաղթանակ ունենք մեղքի վրա նրան հեռացնելու, որպեսզի հոգևոր մահ չունենանք։ Ու եթե դու իսկապես ամբողջ կյանքում հեռացնում ես ու սպասում ես Հիսուսի գալուստին, դու կարժանանաս այս հափշտակությանը։ Կունենաս նոր մարմին, մի ակնթարթի մեջ կմիանաս Հիսուսի հետ, այդպես հավիտյան կապրես իր հետ։ Որովհետև մինչև այդ պահը դու հավատարիմ մնացիր նրան։ Գիտեք, պարտադիր չի, որ մենք կենդանի մնանք մինչև Հիսուսի գալուստը ու հափշտակությունը։ Իհարկե, երայն նրանց, ովքեր կենդանի կդիմավորեն Հիսուսին։ Բայց շատ հնարավոր է, որ շատ քրիստոնյաներ մահանան մինչև Հիսուսի գալուստը։ Երայն նրանց, ովքեր կմահանան արդեն Քրիստոսով, ու կլինեն այդ արտահայտության մեջ, Քրիստոսով ննջածները պիտի հարություն առնեն։ Քրիստոսով ննջածներ։ Պատկերացնում եք, հեշտ կարելի է գնալ ֆիզիկական մահվան է։ Ինչու՞, որովհետև գիտենք հարություն պիտի առնենք։ Ու հաճախ Աստված բերում է միջոցներ, որոնցով մեզ կտրում է կարծես թե այս երկրի վրա եղած դժվարություններից, այս երկրի վրա եղած հրապույրներից, ցույց է տալիս, որ այդ բոլորը ժամանակավոր են։ Որ արժի դրանցից սրտով կտրված լինել նրա համար, որպեսզի մենք կապված լինենք սրտով Հիսուսի հետ։ Իհարկե, այստեղից բխում է մեր երրորդ հատվածը, որը պիտի իրար հետ ուսումնասիրենք։ Ուրեմն առաջին երկու հատվածները ուղղակի նկարագրում են հափշտակությունը, բայց երրորդ հատվածը մեզ համար շատ կարևոր է։ Բացառեք ինձ հետ Ղուկաս ավետարանը 17-րդ գլուխը։ Այս արդեն խոսում է ինչպես ապրել մինչև Հիսուսի գալուստը, որ արժանանանք հափշտակությանը։ Հատվածը սկսում է 26-րդ խոսքից։ Հիսուսը իր գալուստի օրերը նմանացնում է Նոյի օրերին։ Գիտեք Նոյի օրերը ինչպիսին են եղել։ Գրված է դրա մասին Ծննդոց գրքում 6, 7, 8 գլուխներում, մանավանդ 6-րդ գլխում։ Գրված է, որ աշխարհի վրա մեղքը այնքան է շատացել, որ Աստված որոշեց ջրհեղեղով կործանել մեղավորներին ու մի նոր սերունդ սկսել արդարների, որը նորից ապականվեց, որը նորից փչացավ։
Հիսուսի արտահայտությունը, որ իր գալուստի ժամանակը լինելու է ինչպես Նոյի ժամանակ, խոսում է նրա մասին, որ գնալով ինչքան մոտենանք Հիսուսի գալուստի օրերին, այնքան ավելի պիտի մեղքը շատանա երկրի վրա։ Հետևաբար, այնքան ավելի քրիստոնյաների համար դժվար պիտի լինի հակառակվել մեղքին։ Հետևաբար, ավելի ուժեղ պիտի լինել հավատքի մեջ, որ կարողանալ դիմակայել դրան։ Դուք ինձ հետ համաձայն եք։ Եկեք կարդանք այդ հատվածը 26-րդ խոսքից։ Սա Հիսուսը անձամբ սովորեցնում էր իր աշակերտներին։ Ինչպես Նոյի օրերը եղավ, այնպես պիտի լինի որդի մարդու օրերն էլ։ Ուտում էին, խմում էին, գին էին առնում, ամուսնու էին տրվում, մինչև այն օրը, որ Նոյը տապանը մտավ եւ ջրհեղեղը եկավ ու բոլորին կորցրեց։ Նմանապես ինչպես Ղովտի օրերը եղավ, ուտում էին, խմում էին, գնում էին, վաճառում էին, տնկում էին, շինում էին, բայց այն օրը Ղովտը Սոդոմից ելավ ու երկնքից կրակ ու ծծում տեղաց եւ բոլորին կորցրեց։ Նույնպես էլ պիտի լինի այն օրը, որի մեջ որդի մարդը պիտի հայտնվի։ Ուշադրություն դարձրեք բոլորովին գրված չի մեղքի մասին։ Հիսուսը խոսում է կենցաղի մասին։ Ասում է մարդիկ զբաղված կլինեն ուտելով, խմելով, այսօր մարդիկ ինչի համար են ապրում։ Որքան է մարդկանց սիրտը ձգտում ուտելու։ Գիտեն միտեղ ուտելու բան կա, անպայման պատրաստ են այնտեղ գնալու։ Կհարցնեն ինչ է լինելու մենյուն, ինչ եք ուտելու։ Այս ուտելու վրա ինչքան ժամանակ է ծախսվում ու ինչքան էներգիա, նաև ինչքան ֆինանս է ծախսվում։ Ուտել, խմել մարդկանց համար շատ կարևոր բաներ են։ Նաև գրված է, որ մարդու էին գնում, մեր լեզվով ասած, ամուսնանում էին, այսպես մի հատ process է նկարագրած։ Իսկ ոնց էլ մի պահ կանգ առնել, գիտեք ինչու՞, որովհետև այսօր որ նայում ենք մեր շուրջը, մարդկանց միտքը ամենաշատ զբաղացնող բաներից մեկը սա է։ Անընդհատ մարդիկ ինչ-որ սպասում ունեն այսպիսի։ Վատ սպասում չի, ասեմ ձեզ, բայց եթե դա զբաղեցնում է Հիսուսի գալուստի սպասումի տեղը, ինքը մեղք է դառնում ուղղակի, հուրք է դառնում։ Որովհետև մենք բացի Աստծուց ուրիշ ոչ մեկին պիտի չունենանք սպասելու, երկրպագելու, այո։ Մեր էներգիան, միտքը, մեր ջանքը ամեն ինչ պիտի դրված լինի այդ ուղղության վրա։ Մենք չեմ հասկանում, երբ որ քրիստոնյաները երազելով երազում են մինչև իրանց երեխաները ամուսնանան։ Ես իմ տղաների համար այդ երազանքը չունեմ։ Սա աղոթում եմ իրանց համար, ասում եմ Տեր, ավելի լավ է քո մոտ լինեն, քան թե այս երկրի վրա մեղքի մեջ։ Լսում եք։ Մի քիչ ուշադիր եղեք, եթե դուք ունեք այդ հավատքը, եթե դուք իսկապես ունեք ձեր հավատքը, դուք իսկապես հավատում եք, որ Հիսուսը պիտի գա, որ այս երկրի վրա եղած ամեն ինչը ժամանակավոր են, ձեր մտքերն ու սրտերը կտրեք այդպիսի բաներից։ Բայց Աստված տա, որ ձեր սրտերը չտարվեն դրանցով, այլ կապնված լինեն Աստծո հետ։ Այս ցուցակի մեջ մենք կարդում ենք նաև տնկում են, ցանում են, հավաքում են առօրյա իրենց աշխատանքը, որով իրենք պիտի սնվեն։ Ու շատ էլ ճիշտ են անում, դրանք պիտի լիներ, բայց որովհետև իրենք տարված են դրանով, այսօր արդեն դժվարություն է առաջացնում։ Այս բաներով տարված լինելով, մի րոպե ուշադիր լսեք, Նոյը տապան էր սարքում, Ղովտը դուրս էր գալիս Սոդոմից։ Մարդիկ զբաղված էին այսպիսի գործերով։ Իրենք արհամարհում էին, որ 100 տարի իրենց կողքին նավ էր սարքվում ցամաքում։ Այդ մարդու հավատքը, այդ մարդու խոսացածը, որովհետև գրված է, որ Նոյը քարոզում էր այն ժամանակ, Պետրոսն է գրում դրա մասին, արդարության քարոզիչ անվանում։ Ու 100 տարի այս մարդը նավ էր սարքում, իրենք արհամարհում էին այն, որ կար իրենց կողքին։ Նա իր կողքիններից, այստեղ բոլորդ նստածներ քրիստոնյաներ եք։ Կարող է քո սիրտը տարված լինի այս աշխարհային ինչ-որ զբաղմունքներով։ Ու դու արհամարհես քո կողքին եղող ավելի հավատքի մարդու մի ապրած կյանքը։ Նրա վկայությունները քեզ համար արհամարհված լինեն ինչու՞։ Որովհետև դու ինչ-որ երկրավոր սպասումներ ունես այս աշխարհի վրա։ Չգիտեմ ամուսնանալու, հարստանալու ինչ տեսակ սպասումներ կարող ես ունենալ։ Ու դրա պատճառով դու արհամարհես քո կողքինների Աստծո խոսքը ու վկայությունները, որ իրենք խոսում են։ Այս նույն բանը տեղեր ունենում են ժամանակ։ Երանի, որ այստեղ հավաքված բոլորը սպասողներ լինեն։ Թող այն մարդիկ, ովքեր արհամարհած են, միայն դրսում լինեն։ Ու Աստված տա, որ նրանցից էլ շատերը ապաշխարեն ու մտնեն եկեղեցու մեջ ու այդ հափշտակությանը խիստ ձևով մասնակցեն։ Այդ հափշտակել բառը այնքան լավն է, կարծես գողանալ աշխարհի վրայից։ Վերցնում է, ուղղակի փախցնում է իր ժողովրդին Հիսուսը երկրի վրայից։ Ուտում էին, խմում էին, գին էին առնում, երկան էին տրվում, մինչև այն օրը, որ Նոյը տապան մտավ ու ջրհեղեղը եկավ ու բոլորին կորցրեց։ Նմանապես ինչպես Ղովտի օրերը եղավ, ուտում էին, խմում էին, ծախում էին, գնում էին։ Առևտուրը շատ մարդկանց սիրտը զբաղացնող է, գիտեք ինչու, որովհետև դրա մեջ փող կա։ Հիսուս ասեց, չեք կարող երկու տիրոջ ծառայել։ Աստծուն ու հարստությանը, չգիտես թե ինչի դրեց հարստությունը։ Գիտեք, մարդիկ միշտ մտածում են, մի անգամ հիշում եմ մի քրիստոնյա հարց տվեց մյուս քրիստոնյաներին, ինքը եկեղեցու երեց էր, ու հարցրեց հավաքված մի խումբ քրիստոնյաների, ասեց առաջվա ձեր նվիրումը ինչին է եղել։ Ես մի քիչ ուրիշ բառերով եմ ասում։ Այս քրիստոնյաները ասացին էլ սատանային, էլ չգիտես մեղքին, ինչին ասացին, ու ճիշտ էին ասում։ Բայց մեկը չասեց հարստությանը, փողին։ Բայց իսկապես մարդկանց ավելի շատ նվիրում լինում է հարստությանը, գիտեք, լինում է այս աշխարհային արժեքներին։ Դրա պատճառով էլ մարդիկ մեղք են գործում։
Հələ նայեք, երբ որ մարդիկ նվիրված են փողին, դրա պատճառով ինչքան մեղք են գործում։ Սուտ խոսում են, դա ամենաթեթե բանն եմ ասում երևի։ Ամենաշատ պատահող բանն եմ ասում, որ փողի պատճառով մարդիկ սուտ են խոսում։ Մարդիկ դրա պատճառով ուրանում են իրենց Աստծուն, նույնիսկ չեն ասի, որ իրենք հավատացել են, որ իրենց աշխատանքից չհեռացնեն։ Չեք հանդիպել այդպիսի դեպքեր։ Մարդիկ ինչ այս անում են հանուն փողի, պատրաստ են մեռնելու մինչև հանուն փողի, չես հասկանում թե դրանից հետո փողը իրենց ինչին է պետք լինելու։ Գրվածավոր ծախում էին, առնում էին, տնկում էին, շինում էին իրենց առօրյա զբաղմունքը։ Մինչև այն օրը, որ Ղովտը Սոդոմից ելավ ու կրակուցուցում տեղաց եւ բոլորին էլ կորցրեց։ Նույնպես էլ պիտի լինի այն օրը, որի մեջ որդին մարդը պիտի հայտնվի։ Դրանից հետո շարունակության մեջ Հիսուսը խորհուրդ տվեց. այն օրերը, որ մեկը տանիքի վրա է եւ իր կարասիները կամ ունեցվածքը տան մեջ, թող վար չիջնի դրանք վերցնելու։ Այն օրը, որ մեկը արտի մեջ է, նույնպես թող չվերադառնա։ Հիշեք Ղովտի կնոջը։ Շարունակությունն է խոսում, տեսեք ինչ է ասում։ Ասում է, եթե դու գիտես, որ Հիսուսը գալու է, ու հանկարծ այդ օրը դու դաշտում ես, գործ ես անում, ասում է, չլինի թե միտքդ գնա նրա վրա, թե դու տանը ինչ ես թողում։ Անմիջապես պիտի գնաս Հիսուսի հետ, առանց մտածելու, թե դու ետևում ինչ ես թողնում։ Ու ասաց, հիշեք Ղովտի կնոջը։ Ղովտի կնոջ պատմությունը գիտեք, պատմեմ, նրանք ովքեր չգիտեն իմանան։ Ուրեմն, երբ որ երկու հրեշտակներ եկան Ղովտի մոտ ու ասացին, որ այս քաղաքը պիտի կործանվի, որովհետև մեղքը ահա որ շատացել է այս քաղաքում։ Նույնիսկ Աբրահամի բարեխոսությունը այդ քաղաքների համար չանցավ։ Աստված ասաց, եթե 10 արդար գտնեմ, ես այդ քաղաքը չեմ կործանի։ Բայց ընդամենը 4 հոգու գտավ, 10 հոգու չգտավ Աստված այդտեղ։ Դրա համար այդ 4-ին հանեց ու այդ քաղաքները կործանեց։ Ուրեմն խոսեցին հրեշտակները, ասացին, ծանոթներով ունեք, բարեկամներով ունեք քաղաքում, բոլորին զգուշացրեք, որ քաղաքը վաղ պիտի կործանվի, ու դուրս եկեք քաղաքից։ Գրված է, որ Ղովտը գնաց իր աղջիկներին ուզող իր փեսաներին զգուշացրեց, բայց փեսաներին թվաց, թե Ղովտը եկել է ինձ ծաղրի։ Չգիտեմ, ու հավանաբար իրենք ծաղրեցին, գրված չի դրա մասին ու հեռացրեցին Ղովտին։ Ղովտը գալիս է տուն, ու մեկ էլ հրեշտակները բռնում են այս 4-ի ձեռքերից ու արագ հանում են քաղաքից դուրս։ Ժամանակը քիչ է մնացել։ Արագացրած հանում են դուրս ու ասում են արագ հեռացեք քաղաքից։ Ու ձեզանից մեկը ետ չնայի։ Պատվեր են տալիս, որ ոչ մեկը ետ չնայի։ Որ կարդում ենք տեքստում, այնպեսի տպավորություն է, որ կարծես Ղովտի կինը ետևից էր գնում։ Ու գրված է, որ երկնքից կրակ ու ծծում տեղաց քաղաքի վրա, այս կինը շրջվեց ու ետ նայեց, ու դրա պատճառով ինքը արձան դարձավ, այդպես էլ մնաց։ Պատկերացնում եք, ինչու սա տեղի ունեցավ։ Եկեք մի ուրիշ բան, ինչու այս տեքստի մեջ Հիսուսը ասաց հիշեք Ղովտի կնոջը։ Մի անգամ էլ կարդամ 30-ից, նույնպես պիտի լինի այն օրը, որի մեջ որդին մարդը պիտի հայտնվի։ Այն օրը, որ նա տանիքի վրա իր ունեցվածքը տան մեջ, թող վար չիջնի նրանք վերցնելու։ Բարձրացել ես քո տան տանիքը, ու մեկ էլ հնչում է փողը, որ Հիսուսը գալիս է։ Ես չգիտեմ դա լսելի ձայն կլինի, թե ընդհանրապես մեզ համար լսելի չի լինի, Աստված գիտի դրա մանրամասները գրված չեն։ Բայց եթե լսելի ձայն լինի, եկեք այդպես պատկերացնենք։ Ասում մտքով է չանցնի, իջնես տուն ունեցվածք վերցնելու։ Հիսուսը դրանք չի ապշտակելու։ Շարունակության մեջ ասում նա որ արտի մեջը գնացել ես աշխատանքի, ու մեկ էլ փողը հնչում է Հիսուսը պիտի գա, մի մտածի գնամ տուն ինչ վերցնեմ։ Նույնիսկ քո հարազատների մասին, տան մասին մի մտածի, միանգամից նայ երկին, որովհետև մի ակնթարթ չես հասցնի տուն գնալ։ Ավելի լավ որ տնեցիների համար էլ հավատաս, որ նրանք էլ կլինեն երկնքում։ Հիսուսը նրանց էլ կհափշտակի ու կհանդիպեք այնտեղ։ Գիտեք, այս հափշտակության պատկերը շատ բազմազան ձևերով են մարդիկ պատկերացնում, որովհետև շատ մանրամասներ գրված չեն։ Օրինակ, որոշ դեպքերում մարդիկ պատկերացնում են, որ իրենց շորերը կմնան, իրենք կանհետանան։ Որոշ դեպքերում մարդիկ պատկերացնում են, որ իրենց շորերն էլ կանհետանան, ուղղակի մարդիկ կանհետանան, այսպիսի տարբեր ձևերով։ Պատկերացնում եք, բայց ամեն դեպքում մեզ երկնքում այս շորերը պետք չեն գալու, մենք այնտեղ ուրիշ տեսակ հագուստ ենք ունենալու, դրա մասին գրված է Աստվածաշնչում։ Հալելույա, մենք ինչ որ գրված է հավատում ենք, չէ՞ դրան։ Որոնց դրա համար ասում է վար չիջնես տանից դրանք վերցնելու կամ արտից ետ չգնաս դրանք վերցնելու, հիշեք Ղովտի կնոջը։ Եվ 33-րդ խոսքը կարևոր մի բան է ասում. ով որ իր կյանքը ուզում է ապրեցնել, պիտի կորցնի նրան, եւ ով որ կորցնում է, պիտի ապրեցնի նրան։ Եկեք այս խոսքի վրա էլ մտածենք։ Ասում ով որ իր կյանքը ապրեցնել է ուզում, խոսքը այս երկրի մասին է։ Այս երկրի վրա քո կյանքը ապրեցնել ես ուզում, հաստատ պիտի կորցնես այդ կյանքը։ Գիտեք, շատ հարուստ, շատ նշանավոր մարդիկ, երբ որ մահացել են, իրենց վերջի մահվան ժամանակ իրենք լավ իմացել են, որ այդ ամեն ինչը դատարկություն էր, ինչով իրենք զբաղվել էին երկրի վրա։ Որ այդ ամեն ինչը ոչինչ չարժեր իրենց համար։ Պատմում են, որ մի հարուստ մարդ մահանալու ժամանակ արդեն մահվան մոտ, անկողնում շատ ծանր, ասել է դե հիմա բերեք իմ փողերն ու ոսկիները լցրեք իմ վրա, տեսնեմ ինձ կօգնեն։ Բայց ոչինչ չի կարող այդ պահին օգնել։ Մահը անցած ամբողջ կյանքը մարդու, այս երկրի հետ կապված կյանքը հավասարացնում է զրոյի։ Քեզ համար, քո անձիդ համար հավասարեցնում է զրոյի։ Մարդիկ ասում են մենք կուտակում ենք, հավաքում ենք, թողնում ենք մեր երեխաներին։
Ձեր գործն է, դա ձեր ընտրությունն է, դուք ամեն ինչ կարող եք անել, բայց լինի այն հավատքը։ Լավ, երեխաներից թողեցի, երեխաներից ինչ են անելու։ Վերջը իրենք էլ պիտի հափշտակվեն ինձ հետ, թե չէ։ Իրենք էլ պիտի գնան, թե չէ։ Ավելի լավ չի այդ մարդկանց սրտերը, երեխաների սրտերը լցնել հավատքով։ Ոչ թե բերել նյութական բաներ այս կյանքում իրենց համար կուտակել ու լցնել, որ չգիտես իրենց գլխին փորձանք կբերի թե երջանկություն։ Չէ՞ որ չգիտենք ինչ կլինի։ Սողոմոնը, որ երևի իր նման հարուստ մարդ չի եղել այս աշխարհում, Աստվածաշունչը բավականին ճոխ է նկարագրում իր հարստությունն ու իմաստությունը, իր գրածներից մեկի մեջ մի արտահայտություն է գրում։ Ասում է մարդը կուտակում է, բայց չգիտի իրենից հետո եկող է փչացնելու է թե ինչ է անելու։ Ժողովող գրքում է գրված, ժողովողը գրել է Սողոմոնը։ Գիտեք, իր ասածը իր վրա կատարվեց, այդ արտահայտությունը Սողոմոնի հենց իր կյանքում կատարվեց, որովհետև ինքը կուտակել էր, ինքը զարգացրել էր մի պետություն, որի նման Իսրայելը երբեք չի եղել։ Այդքան հարստություն ունենար, ու այդքան մեծ տարածք ունենար, ու կողքի ազգերը ծառայեին Իսրայելին, չգիտեմ, մի զորավոր պետություն էր դարձրել, ու ամենահարուստ պետությունը։ Արծաթու ոսկու չափը այնպիսին էր երկրում, այնքան շատ էր երկրում։ Իրանից հետո իր որդին նստեց թագավոր ու ամեն ինչ փչացրեց։ Պետությունը միանգամից բաժանվեց երկու մասի, ովքեր կարդացել են Աստվածաշունչը գիտեն։ Պետությունը բաժանվեց երկու մասի։ Մի երկու սերունդ հետո այդ հարստությունից ոչինչ չմնաց։ Հարստությունը տեղափոխվեց այլ երկրներ։ Թշնամիները եկան գրավեցին։ Սողոմոնի ասածը կատարվեց։ Դու այսօր կուտակում ես ու թողնում ես։ Դու մտածում ես քեզանից հետո դա ինչ է լինելու։ Նույնիսկ դրա հետ ինչ է լինելու։ Իսկ առավել եւս մեզ համար, երբ որ ես հեռանում եմ այս աշխարհից, արդեն իմ համար ընդեղ ինչ կլինի, ինչ կարևոր է։ Մի պահ փորձեք դա պատկերացնել ուրիշ ձևով։ Գնացել եք մի քաղաք, հյուրանոցի սենյակ եք վերցրել, մի ամսով ենթադրենք պիտի մնաք այդտեղ։ Ու մեր ազգային սովորությանը համապատասխան սկսում ենք վերանորոգման աշխատանքներ այդ սենյակում։ Զարդարում ենք առավելագույն լավ ձևով այդ սենյակը, բայց մի ամիս հետո մենք պիտի դուրս գանք այդտեղից։ Ոչ մի խելոք մարդ դրանով չի զբաղվում։ Ճիշտ եմ ասում։ Ինչի համար որ գնացել ես այդ քաղաքը դրանով ես զբաղվում, հետո ամեն ինչ թողում ես ոնց որ կար ու դուրս ես գալիս։ Եթե մի բան էլ այդ սենյակում քո դուրը չի գալիս, ենթադրենք պատի գույնը քո դուրը չի գալիս։ Տանում ես, ասում ես մի կարճ ժամանակ է։ Ինչու՞ այստեղ երկրի վրա ապրող քրիստոնյաները այդպես չեն ապրում։ Չեն ասում մի քիչ ֆինանսական նեղությունը, մի քիչ ժամանակ է, հեսա գնում եմ։ Չեն ասում մի հագուստի կամ չգիտեմ ինչի, մի բանի պակաս ունեմ, ոչինչ, մի կարճ ժամանակ է, հեսա գնում եմ։ Պատկերացնում եք ձեր սիրտը կտրված, դուք ազատ մարդիկ կապրեք այս երկրի վրա։ Եթե մարդը իսկապես Հիսուսի գալուստի սպասումով ապրի։ Բայց նա որ ձգտում է, իր անձը ապրեցնի այս երկրի վրա, ասում է պիտի կորցնի։ Ու նա որ իր անձը կորցնում է, շատ հետաքրքիր ու իմաստուն արտահայտություն արել Հիսուսը։ Ասում է նա որ իր անձը կորցնի։ Դե հիմա եկեք մտածենք դրա մասին։ Եթե ենթադրենք ես ունեմ երկրի վրա ինչ-որ բաներ, օրինակ հագուստ ունեմ, մի քիչ փող, չգիտեմ, կարող է մեկը ինքնաթիռ ունի սեփական կամ շատ կամ քիչ, սրանից չի կախված։ Բայց այն ինչ որ դու ունես երկրի վրա, սկսում ես քո սրտից կորցնել։ Քեզ համար լինում է միևնույնն է, դա կա քո կյանքում, թե չկա քո կյանքում։ Կարևոր է դառնում, որ Հիսուսը հեսա պիտի գա։ Այ Հիսուսը կա իմ կյանքում։ Հենց որ սկսում ես դրանք կորցնել, դու սկսում ես կենթանանալ։ Այդ բաները, որ գալիս ու մտնում են մեր կյանքի մեջ, դրանք հոգևոր մահ են առաջացնում ու կտրում են մեզ Աստծուց։ Գիտեք, ես չեմ խոսում նրա մասին, որ հարստություն պետք չի ունենալ, բայց պետք է սրտում չունենալ այդ հարստությունը։ Ես չեմ խոսում նրա մասին, որ փող կամ հագուստ կամ երեխաներ կամ էլի ինչ-որ մի բան է երկրի պիտի չունենալ, կամ թեկուզ ինքնաթիռ, եթե կարող եք ունեցեք, բայց ես խոսում եմ նրա մասին, որ սրտում պիտի չունենալ, որովհետև եթե սրտում ունեցար, քեզ ածանժացնելու, այն օրը, որ Հիսուսը գա, դու ետ ես նայելու, որ տեսնես քո այդ թողածը ինչ եղավ, անկեղծացեք բոլորովին, եթե ուզում եք ինքնայոց ձեզ ստուգել, կանգնեք Աստծո առաջ մի անգամ, փակեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ իսկապես հենց այդ ակնթարթին դուք գնում եք Հիսուսի մոտ։ Ինչն է ձեզ ետ ձգում դեպի այս աշխարհը։ Դուք դա շատ լավ կտեսնեք Սուրբ Հոգին Աստծույց կտա աղոթքի մեջ։ Դուք կտեսնեք ինչ կապերով, ինչ թելերով եք դուք կապված այս աշխարհի հետ։ Հիսուս ասաց չլինի այդպիսի բան լինի հանկարծ ձեր հետ։ Լավ, մի անգամ էլ կարդամ այդ վերջին խոսքը, 33-րդ խոսքը։ Ով որ իր կյանքը ուզում է ապրեցնել, պիտի կորցնի այն, եւ ով որ կորցնի, պիտի ապրեցնի այն։ Հիմա տեսեք 34-35 խոսքերը ինչ են ասում։ Ձեզ ասում եմ այն գիշերը, եթե երկու հոգի մի անկողնի մեջ լինեն, մեկը պիտի առնվի, ու մյուսը թողնվի։ Եթե երկու կին միտեղ աղալու լինեն, մեկը պիտի առնվի, ու մյուսը թողնվի։ Երկու հոգի արտի մեջ լինեն, մեկը պիտի առնվի, ու մյուսը թողնվի։ Անընդհատ 2-2-2 է խոսում։ Սա թվաբանական հարց չի։ Չի նշանակում, որ եթե երկու հոգի են, անպայման մեկը պիտի վերցվի։ Եթե երկուսն էլ Քրիստոսին են, երկուսն էլ կվերցվեն։ Այս խոսքերով Հիսուսը մի ուրիշ բան է ուզում խոսի։ Որ մարդիկ կան, օրինակ ասում են, դե տնից մեկը կհավատա, լսել եք այդպիսի բան։ Այն ով կհավատա կգնա, ով չի հավատա կմնա երկրի վրա։ Այսօր մասին է Հիսուսը ասում։ Ասում է, այն գիշերը, եթե երկու հոգի մեկ անկողնի մեջ լինեն, մեկը պիտի վերցվի, մեկը թողնվի։ Գիտեք ինչու՞։ Այս մեկ անկողնին է հաստատ ամուսինների մասին է խոսում։
Եթե սա մեղքի մասին խոսվեր, երկուսն էլ պիտի թողնվեին։ Ճիշտ տրամաբանություն է։ Հետո ամուսինների մասին է խոսում։ Մեկը հավատքի չեղավ, ամենամոտիկ մարդիկ, մեկը չի կարող մյուսին փրկել։ Այդ հափշտակության ժամանակ չի նայվելու, թե այնտեղ կողքին նա ինչքան է մոտիկ, գուցե թևից բռնած լինի, մեկ էլ հոп շորերը կմնա ինքը չկա։ Կարևոր չի, թե ինչքան մոտիկ, այլ դու պիտի անձամբ քո անձնականը ունենաս Աստծո հետ։ Սա մի ներքին հարց է, քո անձնական հարցն է արդեն դառնում։ Այստեղ չի դառնում համանքային հարց։ Գիտեք, շատ քրիստոնյաներ եկեղեցի են գալիս նրա համար, որովհետև ուղղակի հարմար է։ Ոմանց հետ մտերմացել են, գալի այստեղ հարմար ժամանակ անցկացնել։ Գուցե քրիստոնյաների վերաբերմունքը իրենց դուր է գալիս ավելի քան թե անհավատների վերաբերմունքը դրա համար։ Այսպես հոսանքի մեջ ընկած գնում են, իրենց անձնական հարաբերությունը Աստծո հետ չունեն։ Որտորը եկեղեցին երբ որ վերցվի, դու կմնաս, եթե դու այդպիսի անձնավորություն ես։ Հաստատ դու չես վերցվի։ Անձամբ քո սրտի մանրամասն, քո սրտի ձգտումը ինչպիսին պիտի լինի։ Քո սրտի ձգտումը որ ուղղության կլինի, այդ է կորոշի այս ամբողջ հարցը։ Լավ, նայեցիք ինձ հետ, բայց ուզում եմ մի քիչ ավելի մանրացնել այս խոսքով, ավելի մանրամասն դա ուսումնասիրենք։ Գիտեք, 5 կտակարանում նոր կտակարանային մարգարեություններ կան։ Հիմա այս 15 Սաղմոսը որ կկարդամ ձեր համար, ես չեմ ասում, թե սա Դավիթը որպես մարգարեություն է գրել նոր կտակարանի համար, բայց բառեր ու խոսքեր կան, որոնք չեմ կարող չկապել Հիսուսի գալուստի հետ, հափշտակության հետ։ Բացեք ինձ այդ 15-րդ Սաղմոսը, ռուսերենում մի թիվ պակաս։ Դավիթը հարց է տալիս։ Գուցե սա աղոթքի մեջ է գրել, չգիտեմ ինչպիսի պայմաններում, բայց այսպիսի հարց է տալիս. Տեր, ով պիտի մնա քո վրանի մեջ, ով պիտի բնակվի քո սուրբ լեռանդ վրա։ Եթե մտածենք Դավիթի նման, հավանաբար ինքը ի նկատի ուներ Խորանը, ով պիտի մնա քո վրանիդ մեջ, բայց ով պիտի բնակվի քո սուրբ լեռանդ վրա, ինչի նկատի ուներ Դավիթը։ Գուցե ինքը իսկապես մտածում էր նյութական ձևով, բայց Սուրբ Հոգին հաստատ, որ իրեն ներշնչում էր գրել, գուցե մտածում էր Սուրբ Հոգին ուրիշ ձևով, ավելի խորը, ավելի հեռու։ Գուցե Հիսուսի այդ հավիտենական բնակության մասին էր խոսքը գնում։ Տեսեք շարունակության մեջ ինչ է գրված. նա որ անմեղությամբ է քայլում, իսկ մեղք չի գործում, ու արդարություն է գործում։ Ուզում եմ որ դանդաղ կարդանք, որովհետև ես շատ բաներ չեմ մեկնաբանի, որպեսզի դուք լավ ամեն խոսքի վրա ուշադրություն դարձնեք։ Նա որ անմեղությամբ է քայլում, արդարություն է գործում, ճշմարտություն է խոսում իր սրտի մեջ։ Գիտեք, այս ինչ կարևոր խոսք է։ Մարդիկ կան իրենք իրենց են խաբում։ Ասում են նա որ ճշմարտություն է խոսում իր սրտի մեջ, նա որ լեզվով չի զրպարտում։ Այդ լեզուն ամենաշատ մեղ գործող օրգաններից մեկն է մեր կյանքում։ Իր ընկերին չարություն չի անում, իր դրացի վրա նախատինք չի դնում, որի առջև անարգված է չարագործը, բայց Աստվածավախներին պատվում է։ Երդվում է իր դրացին, երդումից չի դառնում։ Արծաթը վարձքով չի տալիս, այստեղ տոկոսով տալու մասին է խոսքը։ Անմեղի դեմ կաշառք չի առնում, ով որ սրանք անի, հավիտյան չի սասանի։ Պատկերացնեք ինչ է գրված, ով պիտի ուրեմն երկնքում Հիսուսի հետ բնակվի։ Նա որ անկեղծորեն, արդարության, սրբության ձգտում կունենա իր սրտում։ Ուզում եմ որ այս Սաղմոսը երբեք ձեր սրտից չպակասի։ Միշտ մտածեք սրա մասին։ Հիսուս ասաց, եթե երկու հոգի մի տեղ լինեն, մեկը պիտի վերցվի, մեկը թողնվի։ Երանի նրանց, որ ամբողջական բոլորը կվերցվեն։ Երբ որ մենք երկնքում հավաքվենք, ես հաճախ եմ ասում, գիտեք, որ երկնքում սեղանի շուրջ ենք հավաքվելու։ Այնտեղ ուտելու ենք, խմելու ենք, այնտեղ իրար հետ խոսելու ենք, հիշելու ենք այս երկրի վրա եղած դեպքերը։ Որոշ դեպքերի վրա ծիծաղելու ենք, որոշ դեպքերից ամաչելու ենք, բայց գիտեք, որ մեր հիշողությունը կատարյալ է դառնալու, մենք բոլոր վայրկյաններն ենք հիշելու։ Երանի, որ երբ որ երկնքում մենք իրար հետ հավաքվենք, մեկը պակասած չլինի այստեղից։ Նույնիսկ երկրի վրա մենք ինչ տեսակ մեղքեր են գործել, դա արդեն երկրորդական հարց կլինի։ Կարևորը կլինի, որ մենք իրար հետ մեկտեղ ենք այն ժամանակ։ Պատկերացնում եք, համաձայն եք, աղոթենք։